Այսօրվա հաղորդումը սկսում եմ շատ ծանր սրտով։ Խոսքը Սարգսյանների անեծքի մասին է։ Բանն այն է, որ ինտերնետում են հայտնվել Սերգեյ Սարգսյանի պորնոգրաֆիկ լուսանկարները sergeysarsyan.com կայքում։ Նյուսհաբի ամբողջ անձնակազմը շոկի մեջ է։ Լուսանկարներում ամուսնացած հայ երիտասարդ Սարգսյանը անհավատալի բաներ է անում ոչ հայեցի սեքսուալ դիրքերում։ Անձնակազմը միասնական է այն կարծիքում, որ սրանից հետո այլևս չեն կարող նրա հետ աշխատել։ Նյուսաբը կշարունակի եթեր դուրս գալ առանց վերոհիշյալ անձնավորության։ Շատերին գուցե հետաքրքիր է իմ կարծիքը, բայց ես արդեն ասել եմ, որ ես ոչ մի կոմենտ չեմ տալիս։ Պարզապես Սերգեյի արարքը զզվանք պետք է առաջացնի յուրաքանչյուր հայ մոտ։ Եվ բացի դրանից Սերգեյը պատկանում էր հայտնի աթեիստական աղանդին, ինչը մի օր չէր կարող այսպես չանադառնալ, բայց անցնենք օրվա լուրերին։ Իհարկե, բազմաթիվ խնդրանքներով ստիպված ենք անդրադառնալ Հայաստանի Հանրապետության առաջին իսկական տեղին պորնոսկանդալին։ Եթե ինչ-որ մեկը այսօրին պատահաբար գտնվում էր լուսնի վրա, տեղեկացնենք, որ ինտերնետում են հայտնվել «Ուր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի շատ պորնոգրաֆիկ նկարները, շատ։ Ինչպես պարզվեց, տղամարդը տեսախցիկի հետևն էր ու կոճակ էր սեղմում։ Արդյունքում մենք նախ իմացանք, որ գոյություն ունի այդպիսի դերասանուհի Անժելա Սարգսյան, իմացանք ինչպես մի շաբաթով կարելի է գրավել զլմ-ների տոտալ ուշադրությունը, ահագին մարդ մի քանի նոր սեքսուալ դիրք սովորեց եւ սկսեց քննարկել Անժելայի կյանքի մնացած մանրամասները։ Մասնավորապես պարզեց, որ Անժելան ամուսնացած էր, ուներ երեխաներ, որ կյանքի խոսք աղանդից էր, լավ ժպիտ է, չէ՞, եւ որ այս կլիպի մեջ էր, այս կլիպի մեջի աղջիկն էր։ Ու էլի շատ բաներ իմացանք Անժելայի մասին, թող գուցե Անժելան ինքը պատմի իր հաջողությունների գաղտնիքը։ Պետք է ապավինել միայն Աստծուն, չվստահել քո սեփական ուժերին, բայց միևնույն ժամանակ բացահայտել է պետք թե ինչ ունես դու Աստծուց տրված քո մեջ եւ իհարկե նաեւ այդ ամեն ինչի խառնելով քո երազանքները, քայլել առաջ, վստահելով Աստծուն։ Միանշանակ կլինի հաջողություն։ Ես դա ասում եմ սեփական փորձիցս։ Լավ էր միայն որ Անժելայի գոլեգաները, ուր է իմ տղամարդը սերիալից, կրակի մեջ յուղ չավելացրեցին եւ հրաժարվեցին որևէ կոմենտ տալուց։ Ես ընդհանրապես կոմենտ չեմ տալիս այդ հարցի շուրջ։ Այո, կոմենտ չտալու համար դերասանուհիները նույնիսկ մամլո ասուլիս հրավիրեցին։ Եթե դու դերասանուհի ես, եթե քեզ նայում են, ոչ ոք էդ էլ կրկնեմ, որ մենք սուրբեր չենք, բոլորս սիրարվել ենք, սիրել ենք, բայց ամեն ինչին չափ կա։ Ինչպես մենք հասկացանք, նա պարզապես այլ ժանրի դերասանուհի է եւ ընտանեկան ֆիլմում չգիտեմ որքանով է նրա տեղը։ Անժելա Սարգսյանը դերասանական կրթություն բնավ չունի։ Նա ավարտել է, չգիտեմ, ռադիոֆիզիկայի ինչ-որ բաժին եւ դերասանության հետ բոլորովին, այսինքն դերասանական կրթություն մարդը չունի։ Պետք չի, մի բան ես կարող եմ ասել, պետք չի անդադասի Աստված օրհնի ու այդ նույն ձեռքով լիքը ուրիշ բաներ անել։ Գուցե կարելի է նրանց էլ հասկանալ, մարդիկ իրենց համար հանգիստ նստած էին, այս ամենից անտեղյակ էին եւ հանկարծ հայտնվեցին պորնոսկանդալի էպիկենտրոնում։ Հիմա ոնց նկարվեն այս աղջկա հետ, հարց եմ տալիս, ոնց կարան շարունակեն աշխատել։ Նաև տղաները պատրաստ չեն նրա հետ աշխատելու եւ ոչ թե աշխատելու, այլ խնդիրը այլ է, մենք չենք, որ պետք է ինչ-որ բան ասենք։ Իսկապես խնդիրը այլ է, հատկապես տղամարդկանց շատ դժվար կլինի կենտրոնանալ նկարահանման համար, այդ օպերատորների վիճակը պատկերացնում եք։ Լավ, տեսնենք ինչպես է մեկնաբանում պորնոգրաֆիկ նկարները մեր հաղորդման լավ բարեկամ հոգեբան Կարեն Նալչաջյանը։ Կարեն, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարեն, ինչպես ընդունեց մեր հանրությունը իր առաջին պորնոսկանդալը, ինչպես դուք մեկնաբանես իրավիճակը։ Ամեն ինչ զարգացավ դասական Քոբլեր-Ռոս մոդելով։ Սկզբից մարդիկ չհավատացին, որ նման բան է եղել, հետո եկավ ջղայնությունը։ Մարդիկ ջղայնացած էին, որովհետև մի կողմից պորնոն հայեցի չէ, իսկ մյուս կողմից նրանք դեռ չէին տեսել, իսկ իրենց ընկերները տեսել էին։ Հետո եկավ առևտուրը, մարդիկ պատրաստ էին իմեյլով ուղարկել միմյանց այդ նկարը,
ակնկալելով 1000 դրամ։ Բայց անպայման խնդրում էին շատ չտարածել, չէ՞, նկարները։ Հա, բա ոնց մարդիկ իրենց նամակում անպայման նշում են, որ էլ ուրիշի չուղարկես այդ նկարները, մենակ դու նայի ու վերջ։ Եվ հետո թեման այնքան քննարկվեց, որ սկսվեց ընկճախտ մարդկանց մոտ եւ մարդիկ սկսեցին արդեն զզվել թեմայից եւ թեման փակվեց դասական Կոբլեր-Ռոսի վերջին ստադիայով, դա համակերպումն է, եւ մարդիկ համակերպվեցին այն մտքի հետ, որ այլևս Քիմ Քարդաշյանի մենաշնորհը հաղթահարված է։ Շնորհակալություն Կարեն, իրոք շատ խառը պատմություններ կան, էլի շատ մանրամասներ, բայց չեմ ուզում դրան ավելի շատ ժամանակ տրամադրել։ Այս սերիալների դերասան Ռիչարդ Մաչոյանը, ում պորնո լուսանկարները նույնպես վերջերս հայտնվել են համաձանցում, բարև Ռիչարդ ջան, ինչպե՞ս ես։ Բարև, նախ մերսի որ բարևում ես։ Լավ եմ, ընդհանուր մի քիչ նեղված եմ պորնո սկանդալից, բայց ուրիշ նորմալ։ Ինչպես կմեկնաբանես քո հանրայնացված պորնո նկարների ստացված արձագանքը, ինչ արձագանք ստացար։ Ճիշտ ասած մի քիչ հիասթափված եմ մեր էլեկտրոնային ցանցերից մասնավորապես, այլ կայքերից, որովհետև նորությունների մի քանի կայք կա, որ այդպես էլ նեղություն չքաշեցին անդրադառնալ իմ անձնական ինտիմ նկարներին։ Իսկ ընդհանուր իհարկե նաև հիասթափեցնող էր հեռուստատեսությունը, որ ընդհանրապես կարծես բոյկոտեց իմ անձնական կյանքը, եթե չներ Ալթունյանի մեկնաբանությունները, գուցե եւ ընդհանրապես իմ պորնո նկարները չլուսաբանվեին հեռուստատեսությամբ։ Գուցե դա նորմալ է, որ չեն լուսաբանում պորնո նկարները, այլ ավելի կարևոր նորությունների մասին են հայտնում։ Չէ, ինձ թվում է, եթե մենք ռեալ կյանքում ենք ապրում, ապա ռեալ արժեքներով, ռեալ սերիալների եւ ստեղծած արժեքներով պետք է ապրենք։ Ռիչարդ, ես ճիշտ է, որ ձեր սերիալի գործընկերները հրաժարվում են արդեն նկարահանվել քո հետ։ Ահա։ Հա։ Իրենց մոտ նկարները տեսնելուց հետո մի փոքր կոմպլեքսավորվել են, բայց արդեն հեռուստաընկերության տնօրինությունը վարձել է հոգեբույժ, որը փորձում է օգնել նրանց համակերպվել իրենց տեսածի հետ։ Դրա համար մենք կարծում ենք, որ կարողանանք նորից շողոլի գալ ընդհանուր։ Փաստորեն այս աստիճանի ծանր տարան ձեր գործընկերները այս պատմությունը, հա։ Այդքան պատմությունը չէ, ինչքան նկարները։ Մեր սերիալի դերասաններից շատերը չգիտեին, որ սեքսում գոյություն ունեն նման մոտեցումներ։ Իսկ շատերը փորձեցին կրկնօրինակել այնինչ անում է ես այնտեղ եւ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ։ Շատ լավ, ես խոստովանեմ, ես ձեր սերիալը չեմ տեսել, ոնց էր կոչվում։ Ուսմասվարը ու ճակատագիրը։ Ուսմասվարը ու ճակատագիրը, բայց մի հատ ընդհանուր բնույթի հարց եմ ուզում տամ։ Ռիչարդ, դուք եք են այլանդակ վատ խաղացող դերասաններից։ Չէ, դե ես օրինակ Գեղարվեստի ակադեմիան եմ ավարտել, այսինքն ուզեմ չուզեմ չեմ կարող այդ շատ վատ խաղամ, ինչ որ միջին վատ։ Այսինքն եթե դիպլոմը ունեք, տաղանդը արդեն ինքնստինքյան ենթադրվում է, հա։ Սենց ասել բարեք ջան, այսքան վաղ դու ջոգել ես, որ ես իսկական սիգարետ չեմ ծխում։ Նույնիսկ թված մի քիչ բան։ Այս սա դերասանություն է, Նարեկ ջան, տաղան դերասանություն, այդ սա իր ուպակովկայի մեջ դες որ այդ ամեն ինչը պետքա մի քիչ ավելի նյութ ունենալ։ Այսօրվա շուկան ինչ է պահանջում սերիալի դերասանից։ Ռեյտինգ, Նարեկ ջան, միայն ռեյտինգ, որտեվ ռեյտինգը որ եղավ, մնացած ամեն ինչը կլինի։ Տաղանդը դա ոնց որ անցած էտապ է։ Շատ լավ, մեր այսօրվա հյուրն էր Ուսմասվարի ճակատագիրը։ Ուսմասվարուհու ճակատագիրը սերիալի դերասան Ռիչարդ Մաչոյանը։ Գուցե սկսեք դիտել այս սերիալը, եթե չունեք ինտերնետ կամ ճաշակ, իսկ վերջում դիտենք օրվա վիդեոբոցը։ Վերջին անգամ Անժելա Սարգսյանի մասին խոսք եմ տալիս, էլ իրան չենք կանրադառնալու այս հաղորդման մեջ։ Առաջին անգամ, երբ մենք տեսել ենք այդ նկարները, նույնիսկ երեքով ամենավերջինն ենք իմացել։ Նախ ամենավերջինն ենք իմացել։ Մենք բոլորից շուտ ենք իմացել։ 1 ամիս, դեռ մի քիչ էլ առաջ։ Իսկ նախապատմությունը ընդհանրապես կես տարի առաջ ենք իմացել, դուք հասկանում եք։ Where's all of my kid, the baby? And he keeps him out of sight. Do you know where that shark bites? With his teeth, dear, scarlet billows start to spread.